Նորքի 9-րդ փողոցի թիվ 78 տան ազգային անվտանգության տարածած տեղեկությունների համաձայն զինված հանցախումբ է վնասազերծվել։ Նոյեմբերի 25-ին լուսադեմին ԱԾ-ի եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ ջանքերով հայտնաբերվել են հանցախմբի 10 անդամները։ Վնասազերծման ընթացքում գործի են դրվել ինչպես պայթուցիկ նյութեր, այնպես էլ զրահամեքենա։ Հանցախմբից արգրավել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, պայթուցիկներ, կապի միջոցներ, նռնակներ։ Ըստ ազգային անվտանգության ծառայության տեղեկությունների հանցախումբը ղեկավարում էր նախկին Երևանաբնակ Արթուր Վարդանյանը։ Հանցախմբում ներգրաված էին 19 քաղաքացիներ տարբեր մարզերից, որոնց հիմնական մասը գործազուրկ էին։ Հանցախմբի հիմնական նպատակը հանրապետության տարբեր շրջաններում ծանր հանցագործություններ իրականացնելն էր։ Առանձնատունը վարձակալության էր տրվել 1 ամսով։ Արթուր Վարդանյանը տանտիրոջը վստահեցրել էր, որ այնտեղ բնակվելու է 2 գործընկերների հետ, իսկ վերջնաժամկետից առաջ էլ խնդրել էր հավելյալ մի քանի օր թույլ տալ մնալ տանը։ Արդեն հայտնի տեղեկությունների համաձայն հանցախմբի անդամներից մի քանիսը ազատամարտիկներ են, մյուսները ընտանիքների անդամներին զտել էին, թե պատրաստվում են մեկնել Արցախ։ Հանցախմբի ղեկավար Արթուր Վարդանյանը հայոց Վահան կազմակերպության ղեկավարն է։ Նույն օրը երեկոյան ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Գյումրու Ղորղանյան 83 հասցեում հատուկ գործողություններ են կազմակերպել։ Նույն հասցեում գտնվող Ռադիո Մարիամ ստուդիան, որի եթերում պարբերաբար հայտնվել էր Արթուր Վարդանյանի հարցազրույցները, փակվել է։ Բարի երեկո։ Այսօր եռանկյունում քննարկում ենք մեր երկրի անվտանգության խնդիրը։ Զինված խմբավորում, մարդկանց ապահովություն եւ երկրի կայունություն։ Այսօր մեր եռանկյան գագաթներում են Ստեփան Սաֆարյանը, ազգային ժողովի նախկին պատգամավոր, Տիգրան Հակոբյանը, հասարակական քաղաքական գործիչ, եւ ազգային անվտանգության ծառայության քննչական ծառայության պետի տեղակալ Միքայել Ամբարձումյանը։ Շնորհակալ եմ, որ համաձայնել եք այսօր միասին քննարկելու մեր բնակչության համար շատ կարևոր եւ հուզող մի խնդիր։ Ուզում եմ մեկնարկել հետեւյալ խոսքերով, որ հնչեցրեց ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը։ Կանխվել են հրեշավոր հետևանքներ ունեցող հանցագործություններ, պարոն Ամբարձումյան։ Բայց հասարակությունը ունի բազմաթիվ հարցեր եւ այդ հարցերի մի մասը փորձենք քննարկել այսօր ձեզ հետ եւ ձեր ներկայությամբ։ Հարցերից մեկը եւ գուցե ամենակարևորը հետեւյալն է. Ովքեր են այդ մարդիկ, ովքեր են կանգնած այդ մարդկանց հետևում, ինչ ֆինանսական աղբյուրներով են կարողացել կազմակերպել, նախապատրաստել այն գործողությունները, որոնց մասին խոսվեց։ Մենք ունենք այս հարցերի պատասխանները։ Ես ցանկանում եմ որպես նախաբան նշել, որ եւ խնդրում եմ հաշվի առնել, որ նախաքննական մարմինը այսօր կաշկանդված է նախաքննության տվյալների գաղտնիությունը եւ գաղտնիությունը ապահովելու դրանց հրապարակելը չթույլատրելու առումով։ Այնուհանդերձ նախաքննական մարմինը այսօր կփորձի հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանը հնչեցնել, միաժամանակ ներկայացնելով բոլոր այն փաստերը, որոնք մենք կգտնենք նպատակահարմար։ Հարցում նշվեց ֆինանսավորման հետ կապված, մասնավորապես ես ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ իրոք խումբը ֆինանսավորվել է։ Խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով։ Խումբը ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ գումարների ծագման, գումարների փոխանցման, առաջացման աղբյուրների հետ կապված այս պայծրությամբ իրականացվում են ամենօրյա, ամենժամյա աշխատանքներ։ Արտասահմանից ֆինանսավորման մասին այս պահին կարող ենք խոսել թե ոչ։ Այս պահին կարող ենք խոսել ֆինանսավորման մասին, իսկ գումարների ծագման հետ կապված ես արդեն նշեցի իմ խոսքում, որ այդ ուղղությամբ մենք իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ, որպեսզի հասկանանք, տեսնենք, թե գումարները ինչ ծագում ունեն։ Ասում են, որ Հայաստանի ներսում էլ կան մարդիկ, որոնք պատրաստ են ֆինանսավորել նման գործողություններ։ Այս վարկածը ստուգվելու է։ Այդ վարկածը օրակարգում է, այդ վարկածը ստուգվում է փողերի ծագման աղբյուրը պարզելու շրջանակներում կատարվող աշխատանքներում։ Ես ուզում եմ ձեզ հաջորդ անկեղծ հարցը ուղղել։ Կա վտանգ եւ դրա մասին խոսում են անդիմության որոշ ներկայացուցիչներ, որ այս գործի տակը կա ներքաղաքական ենթատեքստ։ Այսօրվա տեղեկատվության շրջանակներում դուք ունեք վարկած, որ այս խմբավորման հետևում կանգնած է որևէ ներհայաստանյան քաղաքական խումբ։ Այս պայծրությամբ նման տվյալ քրեական գործում չկա, սակայն ինչպես նշվեց, վարկած այդպիսի, իհարկե քննության առարկա կդարձվի, նախաքննությունը, հենց նախաքննության իմաստը կայանում է նրանում, որ առաջ քաշվեն վարկածներ եւ վարկածները քննության
վարկածների շուրջ քննություն իրականացվի։ Իսկ այս պայմանությամբ նման տվյալներ ես կարող եմ փաստել, որ չկան։ Ես կարծում եմ, որ մեր ընդդիմախոսների եւ հասարակության այդ հատվածի մտահոգությունը տեղին է այն իմաստով, որ ոչ վաղ անցյալում 1994 թվականին նախկին իշխանություններից մեկը ազդարարելով դրոյի գործի մասին փակեց հայ հեղափոխական դաշնակցությունը։ Այսօրվա զարգացումների համատեքստում այս վտանգը, այս սպառնալիքը, քաղաքական շարժման սպառնալիքը, պարոն Սաֆարյան, որքանով է արդիական։ Ես ճիշտ համարում եմ, որ ժամանակները շատ են փոխվել, իհարկե մենք 94-95 թվականներում չենք ապրում։ Եթե ես խոսում եմ կամ երեք ինքս այդ հարցերի բարձրացնողներից մեկն էի համարվում, ինչու օրինակ ազգային անվտանգության ծառայությունը կամ չի հերքում տարածվող տեղեկատվությունը, որ ըստ էության ձերբակալված վնասազերծված հանցավոր խումբը առնչություն ունի քաղաքական ընդդիմադիր խմբավորումներից որևէ մեկի հետ, հենց այս կոնտեքստում էի ասում, իհարկե մենք հասկանում ենք նախաքննության գաղտնիության եւ այլ հանգամանքներով, բայց պիտի ասենք, որ նման կարգի լուրերի առաջին բարձաբանողը պետք է լինեն ոչ թե ԶԼՄ-ները եւ դրանք ծաղկացնող, շիկացնող կրքերը, նաեւ ոչ ամենևին կապ ունեցող վարկածներ առաջ քաշելու առումով, այլ հենց ազգային անվտանգության մարմինները։ Եվ հիմա ես ուրախ եմ, որ հերքում եք, ես ուրախ եմ, որ նաև օգտագործում եք այս պահին չկա ձևակերպումը, իհարկե ամեն ինչ քննարկման առարկա պետք է դառնա, որովհետև հանուն արդարության պիտի ասեմ։ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը երեք իր հայտարարության մեջ ասաց, որ շատ ու շատ նման կարծիք ունեցող մարդիկ կամը չեն դատական քննության ընթացքում իրենց հայտնած թերավատության համար, երբ որ հրապարակվեն ամբողջ տվյալները։ Ես այսպես կպատասխանեմ պարոն Հակոբյանի այդ դիտարկմանը, որ այստեղ իհարկե ամեն մեկը իր խոսքի եւ հայտարարության համար պատասխանատվություն է կրում կամ ի վերջո կգա ժամանակը եւ յուրաքանչյուրը կտեսնի թե որքանով էր ինքը արդարացի, բայց համենայն դեպս մի խնդիր կա։ 94 թվականի հետ կապված ես զուգահեռներ չեմ անցկացնի, որովհետեւ ես հիմա չեմ տեսնում, որ ինչ որ մի բան է տեղի ունենում, որը ուղղված է կոնկրետ ինչ որ մի քաղաքական խմբավորման գործունեությունը կասեցնելու։ Հանուն արդարության պիտի խոսեմ ձեր եզրաբացությամբ, այս պահին ես դա չեմ տեսնում։ Եվ բայց եւ այնպես ինքը մենք գործ ունենք մի բավականին վտանգավոր միջադեպի հետ, որը տեղի է ունեցել չափազանց բախտորոշ կարևոր քաղաքական իրադարձության, այսպես ասեմ, նախաշեմին, եւ անշուշտ եթե ես չասեմ, որ տեղի ունեցածը կապ ունի քաղաքական խմբավորումների հետ կամ խմբերի հետ, այնուամենայնիվ իմ առաջնային դիտարկմամբ եւ միջադեպի արդյունքում ստեղծված մթնոլորտը, երբ չի հերկվում մի ընթացք։ Ես ուզում եմ խոսեմ այս մթնոլորտի մասին։ Ներեցեք ձեզ ընդհատեմ։ Անդրադառնանք, պարոն Հակոբյան, դուք հետաքրքիր գրառում եք արել ձեր էջում, առայն որ զուգահեռներ տանելով հոկտեմբերի 27-ի հետ եւ Նայիրի Հունանյանի հետ, ես կարող եմ ձեր գրառումը շարունակել եւ ասել, անպայման է, որ մենք ունենանք Երևանում Հրազդան մարզադաշտի կողքին պայթյուններ, անպայման է, որ մենք օրինակ Մեծո ակումբում ունենանք մարդկանց սպանդ, անպայման է, որ մենք որևէ պանդոկում ունենանք հանցավոր խմբի հարձակում եւ զոհեր, որպեսզի հասարակությունը հասկանա ամբողջությամբ, որ սա իրոք լուրջ է։ Անպայման է արյուն տեսնենք, որպեսզի վախենանք արյունից։ Եվ երբ պետք է մեր մեդիան հասկանա, մեր մամուլը հասկանա, որ կան խնդիրներ, որոնք կներեք արտահայտությանս համար ղժալու, անկապ ցինիզմի, անհիմն հումորի եւ մնացած ամեն ինչի առարկա չեն կարող լինել։ Փորձեմ պատասխանել, բայց մի փոքր ճշտում 1994 թվականին ոչ թե ազդարարվեց դրոյի մասին եւ փակվեց դաշնակցությունը, այն բացահայտվեց դրոկառույցը, հա, որի գործունեության ընթացքում, հա, կային ծանր հանցագործություններ եւ կային դիակներ։ Եվ դրոյով դատապարտված անձինք մինչև հիմա նստած են, անազատության մեջ են։ Ես կխնդրեմ ամեն դեպքում մի քիչ կոռեկտ լինենք, անցնենք այսօրվա մեջ։ Ես չեմ անդրադառնա քաղաքական կոնտեքստ կա թե չէ, մենք միգուցե այլ ֆորմատում կխոսանք, տեսեք։ Վազգեն Սարգսյանի մահից հետո ես հիմնեցի եւ երկար տարիներ ղեկավարում էի մի հասարակական կազմակերպություն, որը կոչվում էր Հասարակություն ընդդեմ ահաբեկչության։ Այսինքն ինձ համար
ահաբեկչությունը ամենազզվելի, հա։ Սա ահաբեկչություն է, թե չէ, մենք խոսենք Սա ահաբեկչություն էր, դուք ես չգիտեմ ինչ է փորձում, եթե այնտեղ կար զենք զինամթերք, եթե այդ մարդիկ փորձում էին կատարել ծանր հանցագործություն, ես չեմ կարծում, որ նրանք պետք է գնային եւ ինչ որ անասունով գոմ գրավեին եւ անասուն տանեին։ Ես համոզված եմ, որ նրանք պատրաստում են ահաբեկչական գործողություններ։ Ես դրա մեջ համոզված եմ, ունենալով այս ինֆորմացիան, որ ունեմ ընդամենը 24 ժամվա մեջ։ Իսկ գանք լրատվական դաշտին։ Գանք լրատվական դաշտին։ Մենք ունենք այն, ինչ ունենք, ինչ երկար տարիներ աճացնում ենք։ Ունենք անդաշտը, ինչը փայփայում ենք, ինչը օգտագործում ենք իրար դեմ քաղաքական պայքարում եւ աճեցրեցինք այն մեդիա դաշտը, որի պտուղները մենք այսօր ցավոք քաղում ենք, որտեվ մամուլը այսօր մեդիան մեծ մասամբ, ես բոլորին չի վերաբերվում, հատկապես ինտերնետ տիրույթը, որտեվ քիչ թե շատ էլեկտրոնային մեդիաները, հեռուստատեսությունը եւ ռադիոն լինելով եւ հասարակության եւ իշխանությունների վերահսկողություն տակ, այսպես թե այնպես զերծ են մնում, հա, ինչ որ ծայրահեղ քայլերից, մանիպուլյացիաներից, հերյուրանքներից, կեղտից, բայց ինտերնետ տիրույթը, հա, եւ տպագիր մամուլը շատ ժամանակ անում է այն, ինչ իրավունք ունի անել։ Երկու այստեղ պատճառ կա։ Առաջինը Հայաստանը, քանի որ չի բախվել այսպիսի ահաբեկչական մարտահրավերների վտանգների հետ, որոնց հետ բախվում են 27-ը։ Գիտեք ինչ, դա մենք համարեցինք, հա, ելնելով մեր ինքնագիտակցությունից, մեր կենսակերպից, մենք ասեցինք դա բացառություն էր, որովհետև հայը հայրենիք չկարել։ Դուք սպարապետին մոտիկ կանգնած մարդիկ եղել։ Ես գիտեմ, որ ամիսներ շարունակ իրեն նախազգուշացնում էին վտանգների մասին եւ նա հումորով էր վերաբերվում որպես ուժեղ անձնավորություն, կատակի էր տալիս եւ անլուրջ էր վերաբերվում այդ սպառնալիքներին եւ խոսակցություններին։ Այսօր տարիներ անց դուք տեսնում եք, որ մենք շատ ավելի լուրջ պետք է վերաբերենք ազգային անվտանգության հիմնախնդիրներին, փորձելով կանխել եւ ոչ թե բուժել վերքերը, որոնք մինչեւ այսօր էլի դեպս պիացած չեն միջև։ Միանշանակ, հա, եւ իհարկե մեր պատկան մարմինները առաջերտին պիտի զբաղվեն քաղաքացիների երկրանվտանգության եւ չներքաշվեն Աստվածչանի, իսկ դա եղել է եւ շատ է եղել ներքաղաքական, հա, կյանքի մեջ եւ ես դա եմ մաղթում մեր պատկան ծառայություններին եւ ազգային անվտանգության մարմիններին։ Բայց անցնենք մամուլին։ Ես կարծում եմ երկու այստեղ խնդիր կա։ Առաջինը մամուլի գործունեությունը այսպիսի արտակարգ իրավիճակներում Հայաստանում կանոնակարգված չի ցավոք սրտի եւ ես չգիտեմ դա ում աշխատանքը պատրիոտիկ ակտի խնդիր ունենք։ Մենք 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդու ազատությունները սահմանափակվեցին։ Սնոուդենն ասում է միջև այսօր են սահմանափակված։ Նույն Անգլիայում եղավ եւ ոչ միայն առաջատար ցիվիլ երկրներում, նույնիսկ Ինդոնեզիայում, Եգիպտոսում այդպիսի ակտեր այս ամենաթող կեղծ ժողովրդավարական իրավիճակը խոսքի ազատության այս այլանդակ դրսևորումները, երբ որ կարող ենք ցինիկ կատակներ անել տարբեր թեմաներով եւ այլն, ինչ է ազգիս պաշտպանական հնարն է մարտահրավերների հանդեպ։ Դուք հավանաբար սոցիալական ցանցերը շփոթում եք, ես այնուամենայնիվ ես շատ կարճ ասեմ, այնուամենայնիվ, հա, ես չէի ուզենա ամենամռայլ, հա, պատկերները ստեղծել ապագայի համար, հա, բայց այնուամենայնիվ եթե վտանգներ լինեն, նույնիսկ մարտահրավերներ լինեն, որոնք կարիք կունենան որոշ սահմանափակումների, հա, խոսքի ազատության բնագավառում, ես կուզենայի դա չխառնել այն ժողովրդավարական process-ների հետ, որոնք պետք է ընթանան Հայաստանում եւ դրա, հա, պատրվակով չսահմանափակվի խոսքի ազատությունը, որը մեր անխախտ իրավունքներից պետք է լինի։ Շատ լավ, այսինքն արևմտյան փորձը չկիրառենք Հայաստանում։ Գիտեք, արևմտյան փորձը նույնիսկ այնտեղ կիրառվեց այն բանից հետո, երբ որ այդ գործողությունները կատարվեցին։ Դրա համար եմ ասում, հա, մենք նախորոք չփորձենք, հա, Մոլլա Նասրեդդինի պես, հա, կանխագուշակել եւ պրևենտիվ քայլերը անել, ոչ թե անվտանգություն ապահովել, այլ խոսքի ազատությունը սահմանափակելու ուղղությամբ, դա շատ կարեւոր է։ Հասկացա ես ձեր տեսակետը։ Եկեք հասկանանք, ես մի փոքր լրացում անեմ։ Ես գալիս եմ ձեզ սպասավորեմ, խնդրեմ, կարճ մեկնաբանեք։ Այո, կարճ։ Այստեղ գիտեք, լրատվամիջոցների տրված գնահատականները միանշանակ տեղին են, բայց չմոռանանք, որ լրատվամիջոցներում վիճակը ստեղծվեց, պարոն Հակոբյանի տրված գնահատականներին, այո։ Բայց չմոռանանք, լրատվամիջոցներում հավատում եմ, չեմ հավատում, նման են ահաբեկիչի, թե նման չեն, սա ահաբեկիչի անպայման է մարդ մերձավորին կորցնի, բոլորիցս հեռու ահաբեկչության ընթացքում որ հավատա։
Չէ, խնդիրը դա չի։ Անպայման է հարևանի տանը կրակոց տեղեկատվական լինի։ վակումը ստեղծվեց նաև այն պարզ պատճառով, որ այն ինչը որ պիտի տարածվում էր մասնավոր լրատվամիջոցների կողմից, բառեր ավելացնելով ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությանը եւ դրա հետ միասին, ասենք, դրանք չհերքվելով կամ չհաստատվելով, հասկանում եք, 1 օր տևեց Սաֆարյանը ակնարկում է, որ տեղեկատվական քաղաքականություն այս օպերացիայի եղել է ըստ իրեն ոչ պատշաճ մակարդակի։ Պիտի ասեմ, Եկեք միասին այս հարցը տանք, պարոն Ամբարձումյան։ Պարոն Ամբարձումյան, անդրադարձեք, խնդրում եմ, այն նաև հնչած կարծիքներին եւ պատասխանեք, խնդրում եմ, այս մեղադրանքին, որը գոյություն ունի։ Քննադատությանը, մենք չենք եկել դատարան, եւ հետեւյալ հարցը, խնդրում եմ, պարզաբանեք մեզ համար։ Միջազգային անկայուն վիճակ կա արտաքին հետք այս խմբավորման հետևում, այսօրվա օպերատիվ տվյալներով։ Ես Թե էլի հայը հայի տունն է քանդում։ Պարոն Սաֆարյանը նշեց, որ մամուլում եղած հրապարակումները տեղին էին։ Չէ, ես շասի Չէ, տեղին նա եմ։ ասաց, որ պարոն Հակոբյանի գնահատականն էին տեղ։ Գնահատականը լրատվական դաշտում տիրող իրավիճակին, որը դրա հետ ես համակարծիք եմ, իհարկե, այստեղ մենք պետք է հաշվի առնենք առաջին հերթին։ Ես կուզենայի սա հանրությանը առավել հասանելի լինի եւ ընկալելի լինի, մասնավորապես այն, որ ազգային անվտանգության ծառայությունը դա ապա քաղաքականացված կառույց է։ Ազգային անվտանգության ծառայությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասը եւ ազգային անվտանգության ծառայությունը իր գործառույթների հիմնական ուղղվածությունը ազգային անվտանգության ծառայության դա այն է, որ ապահովում է անձանց հասարակության եւ պետության անվտանգությունը։ Եվ այսօր մենք գործ ունենք խորը կրիմինալի, այսպես բնութագրելով կարող եմ նշել, հանցագործություն ստեղծված հանցավոր խմբավորման հետ, որը նախատեսել է իրականացնել ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ։ Իսկ ավելի դետալացնելով, մանրամասնելով կարող եմ ասել սպանություններ։ Այս պայմաններում Այսօր մամուլում ներեցեք, այսօր մամուլում հայտնվեց տեղեկություն, ստուգված, չստուգված, չգիտեմ, ձեզանից ճշտենք, թիրախների մասին հանցավոր խմբի, այդ թվում խոսվեց հանրային հեռուստաընկերությունը թիրախավորելու եւ այստեղ հարձակման փորձի մասին։ Դուք կարող եք հաստատել կամ հերքել։ Ուզում եմ նշել, որ այս պայմաններում քաղաքականացնել, կապել ինչ-որ քաղաքական նպատակների կամ քաղաքական իրադարձությունների հետ ես համարում եմ առնվազն ոչ ազնիվ եւ ոչ ճիշտ, թեկուզ նույն անվտանգության ծառայության աշխատակիցների նկատմամբ։ Ուզում եմ ներեցեք առիթից օգտվել եւ իմ անձնական քաղաքացիական ու 100,000-ավոր մեր քաղաքացիների շնորհակալություն հայտնել ազգային անվտանգության ծառայության ու ոստիկանության տղերքին։ Փայլուն օպերացիայի համար։ Մենք հիշում ենք բոլորս ֆրանսիական մամուլը ոնց էր քննադատում ֆրանսիական ոստիկանությանը, երբ որ 5000 փամփուշտ ծախսվեց այդ փոքր բնակարանը իբր թե գրավելու համար, մենք գլուխ ենք խոնարհում մեր պաշտպանության ծառայող բոլոր մարդկանց առջև եւ ուզում ենք տալ հարցեր ու ստանանք այդ հարցերի պատասխանները, որովհետեւ գնահատում ենք իրենց աշխատանքը ու նվիրում եմ մեր հայրենիքին։ Ես այս հարցի պատասխանը ձեզանից կարող եմ ստանալ բանաձևով։ Կա դրսի հետք թե չկա։ Մամուլում եղած հրապարակումներից արդեն իսկ հանրությունը տեղեկացվել է, որ Արտուր Վարդանյանը պարբերաբար գտնվել է Սիրիայում։ Բացի այդ, նա հիմնականում բնակվել է արտասահմանում։ Այսօր նախաքննական մարմինը տեսնում է, որ ինչպես Արտուր Վարդանյանը, այնպես էլ խմբում ընդգրկված անձանց գերակշիռ մասը չունի կայուն գրանցված աշխատանք, ֆինանսական միջոցներ։ Եվ ինչ հետաքրքիր պատկեր է մեզ մոտ ստացվում։ Խումբը ֆինանսավորվում է, այսինքն ձեռք է բերում ֆինանսական աղբյուրներ, միջոցներ։ Խումբը կարողանում է ձեռք բերել մեծ քանակությամբ զենք, զինամթերք, խումբը կարողանում է վարձակալել առանձնատուն, տեղաշարժվել եւ կարող եմ նաեւ նշել, որ խուզարկության ընթացքում էլ բավականին խոշոր գումար է հայտնաբերվել խուզարկության վայրից։ Այսինքն, սա նշանակում է, որ խումբը ֆինանսավորվել է, խումբի ֆինանսավորումը կարող է կատարված լինել ինչպես արտասահմանից, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող, Հայաստանի Հանրապետության հետ կապ ունեցող։ Չեմ կարող ես այդ հարցին այս պայծառությամբ հստակ պատասխանել, ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունում խժդժություններ հրահրելը, Հայաստանի Հանրապետությունում անկայուն վիճակ ստեղծելը, որ բոլորիս համար այսօր ակնհայտ է, որ կարող է ձեռնտու լինել նաև Հենց այս հարցն եմ ուզում տալ պարոն Սաֆարյանին, կներեք
Պարոն Սաֆարյան, հաշվի առնելով ձեր այսօրվա աշխատանքը քաղաքագիտական, վերլուծական, միջազգային քաղաքականության առօրյային տեղյակ եւ խորքին տեղյակ մարդու համբավը, կարող եք մեզ բացատրել շատ կարճ հայաստանյան այս վերջի զարգացումները ինչպես են տեղավորվում տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Եթե հիմք ենք ընդունում արված հայտարարությունները, առգրաված զենքի, զինամթերքի, տպավորիչ ֆինանսավորման եւ այլն։ Իդեպ հետո կանդրադառնանք որտեղից այդ զենքը, որովհետեւ շատերը հարցնում են ինչպես Հայաստանում ձեռբերել մուխա։ Կարևոր է, անշուշտ կարևոր է, բայց նման կարգի հանցագործությունները իսկ ես տվյալ պարագայում չեմ զգուշանա զուգահեռներ անցկացնեմ հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ, այո ունենում են եւ շահառուներ եւ կազմակերպիչներ։ Եվ թերևս հասարակության ներսում անվստահության խնդիրները նաև գալիս են հոկտեմբերի 27-ի թերի, ուրեմն բացահայտումից նման միջադեպերի կրկնության ռիսկերը ծագում են այո թերի բացահայտումից, բոլորին պատասխանատվության չկանչելուց կամ բոլոր հանգամանքների վրա լույս չսփռելուց եւ հետեւաբար այսպիսի միջադեպերի կրկնվելու հավանականությունը չափազանց մեծանում է։ Հիմա վերադառնամ դրան։ Մենք կարող ենք միևնույն նժարի վրա դնել սխալ տեղեկատվական աշխատանքը այն հրեշավոր հանցագործությունների կախման հետ, որ իրականացվեց։ Ես ոչ թե կուզենամ նժարների վրա դնենք, ես կուզենամ առանձնացնեմ, դա որևէ մեկը դժգոհ չէ, թե ինչու է ուրեմն վնասազերծվել, ճիշտ հակառակը։ Այդ վիճակը հարթվեց, այսօր ասուլիս տեղի ունեցավ եւ տրվեցին, հայտարարվեց եւ թիրախների մասին, որ իշխանության ճյուղերի նկատմամբ եղել են պլանավորված գործողություններ, հիմա լրացում է կատարվում։ Իդեպ, հմեկ ուզում էին գրավել, թե ոչ։ Կներեք։ Դե բնականաբար չի կարող։ Ձեր հարցին ես սպառիչ պատասխան չեմ կարող տալ, հաշվի առնելով նախաքննության Սա արդեն պատասխան է։ Սակայն այնուամենայնիվ նման տվյալներ ունեցել ենք։ Սա արդեն պատասխան է։ Եվ հիմա վերադառնամ կազմակերպիչներին եւ շահառուներին։ Անշուշտ այդպիսի բաները պատահականորեն չեն պլանավորվում։ Ես երեք ուշադրությամբ լսում եի Ժիրայր Դադասյանի նկարագրությունները երիտասարդի Արտուր Վարդանյանի Եվ անկեղծ ասած մի քանի բաներ ինձ շատ լուրջ մտահոգելու առիթ տվեց։ Նախ առաջինը, որ տղան, որը Հայաստանում ներկայացվել է որպես քեսաբում, քեսաբահայերին պաշտպանելու, այնքան էլ այնպես չի եղել, որ իր հիմնական նպատակը քեսաբը պաշտպանելն է եղել։ Շատ ավելի այլ կարգի գործունեությունում ներգրավելն է եղել սիրիական բանակի կողմից։ Երկրորդ հանգամանքը, որ ստեղծեց ամենայն դեպս տպավորություն, չափազանց փառասեր եւ ուրեմն այսպես ասած հերոսացման մոլուցկով տարապող ազնվորություն է եղել, ինչը կարող ենք Բրեյվիկի հետ զուգահեռներ անցկացնել։ Ինչ են Բրեյվիկի հետ զուգահեռներ անցկացնում, Նայիրի Հունանյան ունենք մենք։ Բավականին նման է կերպարի առումով։ Եվ վերջապես մեկ այլ խնդիր կա, որը անուղղակիորեն այստեղից գալիս է, հա, եւ ներքին ֆինանսավորման աղբյուրների փնտրտուքը եւ նաեւ այդ ամեն ինչը նշանակում է, որ մենք այո ունենք կատարող խմբին միգուցե, բայց նաեւ մենք պիտի աշխատանքներ շարունակենք կազմակերպիչներին փնտրելու։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Պարոն Հակոբյան, հետեւյալ հարցը եկեք միասին քննարկենք։ Մենք սովոր ենք ազգովի ընկալել, որ մեր երկրի անվտանգությունը դա նախ եւ առաջ սահմանն է, դա զինվորն է, դա ադրբեջանական բանակի դեմ կռվող մեր տղաներն են, դա մեր հերոսական բանակն է։ Ազգային անվտանգության ընկալման համատեքստում համաձայն եք, որ մենք թերագնահատում ենք ներքին անվտանգության խնդիրները, այդ թվում տեղեկատվական անվտանգության։ Որքանով է մեր հասարակությունը այսօրվա կտրվածքով, ախտորոշենք ազնիվ, պատրաստ դիմակայելու նաև ներքին անվտանգային մարտահրավերներին, որքանով է մեր հասարակությունը, մեդիան, քաղաքական գործիչները adekvat պատրաստակամությամբ արձագանքում ներքին սպառնալիքներին։ Թե մեզ համար դա այնուհանդերձ անլուրջ եւ դիմադրողականությունը գցող գործոններ են։ Ես ձեզ մի թիվ բերեմ, որի վրա կհիմնվի իմ փորձը վերլուծել այդ ձեր ասած խնդիրները։ Հոկտեմբերի 27-ից հետո անցկացվեց մի քանի սոցիոլոգիական հարցում եւ եթե ես ընդհանուր ամփոփեմ, ստացվում էր, որ հարցվածների մոտ 25%-ը, այսինքն մեր հասարակության հայ քաղաքացիների մոտ 25%-ը այս կամ այն կերպ արդարացնում էր Նայիրի
Հունանյանի արարքը։ 25%։ Որ թվականին էր դա։ Դա արված էր 2000 թվականի սկզբին, տվյալները ինձ մոտ կա, երկու անկախ կազմակերպություններ արվել եւ 25%։ Ասեք, որ սարսափելի թիվ է դա։ Սարսափելի թիվ էր եւ ոչ միայն չենք խոսա միայն հայերի մասին, ընդհանրապես հասարակությունները Պատկերացնում եք կներեք, եթե այդ ժամանակ Facebook լիներ, այդ 25%-ը ինչ էր անել։ Հիմա էլ են նույնը անում կապված այս դեպքի հետ, որովհետեւ արդեն փորձում են հələ չիմացած ինչ որ բան հերոսացնում են այդ տղեկին, այդ աղջիկներին, այսպիսի աղջիկները չէին կարա, այդպիսի բանանային եւ այլն եւ այլն։ Դրա մասին չխոսք է, ես հույսով եմ, որ Եկեք ասենք, որ կարային։ Եկեք ասենք, որ դա մարդու հանցագործություն կատարելու պատրաստությունը կապ չունի իր արտաքինի հետ։ Եթե այդպես լիներ, թիվ 1-ը ԱԲԿ-ի երկրում ես պետք է լինեի։ Ահա։ Այո։ Եվ Լենին Պապիկը ամենախաղարար անձերից մեկը միջազգային բան, հա, համաշխարհային պատմության մեջ Լենին Պապիկը, հա, որը այդպեսին չէր, որտեվ շատ հետաքրքիր, հա, ինտելեկտուալ տեսք ուներ, բայց դրա մասին չեմ խոսում, դա խոսում է, որ հայկական հայ հասարակությունը նա շատ ժամանակ արդարացնում է բռնությունը, նա հակված է տեսնել բռնության մեջ այն գործիքակազմը, որով կարա գնա փոփոխությունների, հա։ Հոկտեմբերի 27-ից հետո Հոկտեմբերի 27-ից հետո որևէ բան չփոխվեց եւ հասարակությունը ես ուզում եի շարունակեի ինքը չի ընկալում որտեվ այդ իրավական իրազեկումը չունի, հա, որ բռնության մեթոդներով, ահաբեկչական մեթոդներով քո խնդիրները որևէ անգամ չես լուծի։ Դա է թելադրում, որ բարեկամ է մեռնում, որ ծանոթ է մահանում, երիտասարդ է մահանում, դիակներ են հայտնվում, արյուն է լինում։ Դա աբստրակտ մահեր են, բայց նրանք ուզում են մեր ընտանիքից մեկը մահանա այս գործողությունների։ Դա մարդկային էգոիզմի դրսևորումներն է։ Այլ բան է, որ մարդիկ պետք է իրազեկված լինեն, նրանք պետք է հասկանան եւ 27-ից հետո էլ այդպիսի այդ բացատրական աշխատանքը չկատարվեց, որ աբեկցունով որևէ բանի չես հասնի։ Երկրորդը, որ աբեկցությունը որևէ անգամ չի մնում իրենց նախանշված սահմաններում եւ դուրս է պրծնում, հա, եւ ֆրանսիական հեղափոխությունը ուզենալով ոչնչացնելով, հա, չգիտեմ, բաներին, հա, թագավորներին, հետո ոչնչացրեց իր ղեկավարին, հետո ոչնչացրեց տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց։ Աբեկցությունը դա է։ Աբեկցության վտանգների մասին մեր մոտ չգիտեն եւ դրա հենց դա ասենք, ոնց կարելի է պատմական, որտեվ հայկական աբեկցությունը թուրքերի դեմ, հա, մեր մոտ աբեկցությունը տեսնում են որպես վրեժխնդրություն թուրքերի հանդեպ, մեր թշնամիների դեմ եւ այդ էքստրապոլյացիա եղավ մեր աբեկիչների վրա, որոնք պայքարում են, որպեսզի ժողովուրդը լավ ապրի եւ պայքարում են այն մարդկանց դեմ, ովքեր խմում են իրենց արյունը։ Ես ասում եմ այն բացատրությունը, որը ստեղծում է այդ 25%-ը, ինչպես դրա դեմ պայքարել։ Ինչպես դրա դեմ Ոչ պայքարել։ հեռուստատեսային լեզվի համար։ Բա ամոթ չի, երբ որ մենք սատարում ենք այդ 25%-ը, այն մարդկանց, որոնք պատրաստ են սպանել, հայի արյուն հղել, պետությունը անկայունացնել, թուրք բերեն մեր վրա, ամոթ չի։ Պարոն Աշոտյան, Ինչն ենք բանեցնում, ուզում եմ հասկանալ, մեր սրամտությունը, մեր կեղծ ինտելեկտը, սոցիալական խնդիրն ինչն ենք, ինչ են, հասկացել եք այդ 25%-ը ինչով։ Ես շատ լավ հասկացել եմ, ես դրա ասում եմ կոչ անենք, հա, ոչ թե սիրուն շոու սարքենք ծափարություններ, այն հասկանանք, ոնց թե այդ ամիջը հաղթարենք։ Գիտեք, ինչու է հնարավոր դարձնում, ես գիտեմ, որ դուք ուզում եք խոսք ասեք, բայց քանի որ թեման սա է, ես ավարտեմ։ Ինչու են ահաբեկչական վարքագծերը տարածվում կամ խրախուսվում հասարակության մեջ եւ այստեղ ոչ միայն բացատրական աշխատանքի խնդիր է ցանկացած իրավիճակ որտեղ տեղի ունեցել ցանկացած միջավայր որտեղ տեղի ունեցել ահաբեկչություն շատ կարեւոր ցուցիչներ ունի առաջինը դա ժողովրդավարական ինստիտուտների Նորվեգիայի օրինակը ջնջում է ձեր ներողություն էրոզիան ինչպես Նորվեգիայի օրինակը Բրեյվիկի օրինակը ամենաժողովրդավար երկիր ամենահարուստ ապրող երկրներից մեկը ամեն ինչ իր անունով գնում է ու Բրեյվիկը որը որ սպանեց տասնյակ երիտասարդ մարդկանց նորվեգացիներին սպանեց իր նման մարդկանց Թույլ տվեք շարունակեմ շարքը ես գիտեմ ձեր ասածը բացարձակ հակասության մեջ չի Ֆրանսիայում էլ տեղի ունեցավ տերոր Ֆրանսիան էլ ունի ժողովրդարական քաղաքական եւ այլ ինստիտուտներ եւ երկուսը ֆրանսիացիներ են տերորից ապահովագրված չի որևէ հասարակություն առավել եւս բարեկեցիկ հասարակությունները իրենք շատ գրավիչ են խոսքը դրա մասին չի խոսքը ժողովրդավարությունների մասին մենք աստիճանաբար մոտենալու ենք նաեւ այս խմբի հավաքագրման նաեւ արմատներին որովհետեւ այնուամենայնիվ պատահականություն չի որ շեշտվում աշխատանք չունեն կայուն աշխատանք չունեն, մենք նայում ենք ընտանիքների կերպարը իսկապես թշվառ են եւ այլ, ինչն է այդ մարդկանց դրթել։ Կներեք, ես թույլ չեմ տա 40% ազգաբնակության, որ պաշտոնապես աղքատ է Հայաստանում, դիտարկել որպես պոտենցիալ ահաբեկիչ։ Աղքատությունը ոչ թե պոտենցիալ զինված։ Դա ոչ միայն հավաքագրման զինված խմբի անդամ։ Չէ։ Ով ասեց։
բոլոր խոցերի խավերը, սկսած աղքատներից, վերջացած փախստականներով, լավագույն հումքն են ծառայել միշտ հավաքագրումների համար։ Բայց եւ որ մենք խոսում ենք Նորվեգիայի մասին, Նորվեգիայում 25% չարթարացրեց Բրեյվիկի արածը։ Այստեղ խնդիրը ուրիշ բան է եւ ես կարծում եմ սցենարիստը այս դեպքերի չափազանց լավ հաշվարկել է, այո, այդ հերոսացման հանգամանքը, որ հասարակության մեջ ծափեր լինելու են եւ ուշադիր լինենք, որ այդպիսի ինֆորմացիոն հոսքեր նույնպես լինելու են, բայց եւ որ երկրում քաղաքական ինստիտուտները էրոզիայի են ենթարկված, երբ որ ուրեմն քաղաքական լուծումները բացառվում են իշխանության կողմից եւ ոչ, ես բացատրում եմ ինչու պիտի այդ 25%-ը լինի եւ ինչի վրա է հաշվարկը կատարում եւ ինչու պիտի այս դեպքերից ապահովագրված չլինենք, քանի դեռ այս խնդիրները կան եւ որ քաղաքական լուծումները չկան խնդիրների լուծելու համար, քաղաքական մեխանիզմները չկան, երբ որ ընդդիմությունը 25% բնակչության այն ազգի մեջ որ տեսել է ցեղասպանություն, այն ազգի մեջ որ տեսել է հոկտեմբերի 27, այն ազգի մեջ որ տեսել է ու անցել է Արցախյան հերոսամարտով, ինչու պետք է լինի։ Ասեմ ինչու, որովհետև խնդիրը լուծելու ճանապարհները, երբ որ հասարակությունը չի տեսնում, ընդդիմադիր ուժերը մյուս կողմից են ձախողում, իշխանությունը մյուս կողմից թույլ չի տալիս այդ խնդիրները լուծելու մեխանիզմներ։ Բնականաբար հասարակության մեջ ձևավորվում է մտայնություն, որ այս ամեն ինչի կամի փրկություն, դա զենքն է, եւ ահա գտնվում են մարդիկ, ովքեր այդ մարդկանց Սա դատապարտման ու պարսավանքի արժանի միանշանակ եւ ես ուզում եմ շարունակել պարոն Հակոբյանի ասածը, խնդիրը նա է, որ քանի դեռ մենք խոսապում ենք խորքային արմատների մասին խոսելուց, քանի դեռ մենք չենք ուզում տեսնել այդ ինստիտուտների թուլությունը այս վակուումը լցնելու առումով, որը լցնում են ազգայնականությունը, ինչպես փորձ է ցույց տվել, եւ որ ձախ հոսանքները չկան, կոլեկտիվիստական գաղափարախոսությունները չկան եւ դրա փոխարեն ծայրահեղական ռադիկալիստական գաղափարախոսություններ են լցնում, արդյունքը սա է լինում։ Շնորհակալ եմ։ Պարոն Հակոբյան, դուք ասացիք, որ 25%-ի պատասխանը դուք էլ ունեք։ Մոտավորապես ես դրա մասին ասեմ, մենք փորձենք Նորվեգիայի օրինակը հանել։ Դրա մասին չեմ խոսում, տեսեք, աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որտեղ ապրում են աղքատ եւ երջանիկ։ Եվ որևէ մտքով չի անցնում, հա, որևէ աբեկցական անել կամ քաղաքացիական պատերազմ սկսել, դա գալիս է, տեսեք, կա էթնիկական ահաբեկչության խնդիր։ Մենք խոսում ենք իսլամական գործում մասին, չէ, եւ դա հստակ է, հա, եւ ինչքան էլ չասենք, որ ահաբեկչությունը կրոն կամ դավանանք կամ ազգություն ճանաչում, այսպես չի։ Իսլամական հասարակությունը, հատկապես արաբական հասարակությունը ինքը հա բարենպաստ եւ ոչ միայն աղքատության համար, որովհետեւ բոլոր պալարգլուխները, գաղափարախոսները, հա, ակտիվ մասնակիցները, պասիոնար այդ մասնակիցները այդ շարժումների միշտ եղել են շատ ապահով եւ հարուստ ընտանիքներից։ Այսինքն խնդիրը աղքատությունը չի, սոցիալական վիճակը չի։ Խնդիրը այն գաղափարներն են, այն կեղծ գաղափարները, որոնք պատում են շատ ժամանակ ոչ թե ստորին մարդկանց, այն հենց հասարակության լիդերներին, հասարակության վերնախավին եւ կույր գաղափարի հետևից գնալը ամենավտանգավոր բանն է դարձել 21-րդ դարում։ Այսինքն եթե դու հասարակությանը ճիշտ ուղիներ, հա, ճիշտ ազդակներ ուղարկես, հա, բացատրես, հա, վեկտորները քո երկրի զարգացման, ինչը ցավոք մեր պետությունում չկա։ Մեր մոտ մեր քաղաքական, տնտեսական, մշակութային վերնախավը որևէ անգամ հասարակ քաղաքականություն չի բացատրում։ Ինչ է լինելու Հայաստանը 20 տարի հետո, 30, 40, մեր մոտ ոչ մեկ այդ դերը չի վերցնում, մենք ապրում ենք անցյալի ֆանտոմներով, մենք ապրում ենք ցեղասպանությունով, մենք ապրում ենք շարլատանությունով, մենք ապայով չենք ապրում։ Այն հասարակությունը, որը ունի ապագայի տեսլական, ինքը կարողանում է հաղթահարել այսօրվա դժվարությունները։ Այն հասարակությունները, որտեղ վստահությունն է մեծ, իշխանության, հասարակության հատուկ մարմինների մեջ, այնտեղ այսպիսի պորտկումներ լրատվական չէ լինում։ Մեր մոտ համատարած անվստահություն է եւ պատմարմինների հանդեպ եւ կարծում եմ այստեղ էլ սխալ աշխատեց ազգային անվտանգության ծառայությունը գաղափարական իդեոլոգիական կամ լրատվական ապահովման այս ամբողջ օպերացիայի, որտեղ դա այդ ձև պետք է անել, որտեղ երբ որ դու դա կարդում ես առաջինը Շամշյանի հա շուրթերից կամ ֆոտոխցիկից, դա չի կարող լուծ օպերացիան Շամշյանի միջոցով համաձայն եմ, պրոբլեմ է, բայց համադրելի չի այն ջանքերի հետ, որ տեղակայեցին։ Համադրելի չի այն սպառնալիքի, այն վտանգի մեծության հետ։ Ճիշտ եք ասում, բայց դուք այդ ամեն ինչը հասարակ քաղաքացիություն չեք կարող բացատրել։ Հասարակ ժողովուրդը այս 1-2 ամիսը ինչ տպավորությունների տակ է, հա, աբեկչական գործողություններ Սինայում, հա, Իրաքում, Սիրիայում, Ֆրանսիայում եւ առաջի այստեղից բանը լրատվական հոսքը գնում է այն բան, որ այստեղ աբեկչական գործողություններն են։ Եվ միանգամից իսլամական պետության
արել, որ Շամշյանկովը Եվ դա այդ ստրեսը, որ ապրում է ժողովուրդը, բայց դա նսեմացնում է այս մենք մարդկանց խոսանք, հասկանանք դրա մասին, որպեսզի հետագայում Աստվածյանի այդ սխալները չկրկնվեն։ Մենք վստահ ենք, որ այս ամեն ինչը տեղի է ունեցել, սա բեմականացում չի, որ աբսուրդ է, որ ինչ եւ այլն։ Շատ անհեթեթ բաներ լսեցինք որոշ մարդկանց շուրթերից։ Ուզում եմ, որպեսզի դուք այսօր նաև մեզ պարզաբանեք եւ խոստանանք, որ ամբողջ հետաքննությունը, ուսումնասիրությունը լինելու է հետ այսու բացառապես օֆիցիալ մարմինների, պատկան մարմինների շուրթերով, ժամանակին եւ տալու ենք այն հարցերի պատասխանները, որոնց անդրադարձանք նաև այսօր։ Ես կարծում եմ, այստեղ խնդիրը նա է, որ մեր ժողովուրդը, հանրությունը պետք է սովորի վստահել միայն պատշաճ հայտարարություններին եւ չդնի դրանք կասկածի տակ անանուն կամ անհայտ կամ թեկուզ չգիտեմ ոչ վստահելի աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ։ Ես կարծում եմ, որ հենց դրան հաջորդող մեր հայտարարությունները այդ նպատակն էին հետապնդում, որպեսզի հանրությունը իրազեկվի եղելությունից, կատարված գործողությունից եւ ստացված արդյունքների մասին։ Այսօր էլ այս հանդիպումը սրանից քիչ առաջ ժամեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլուսը հենց այդ նպատակն է հետապնդում, որպեսզի օբյեկտիվ ինֆորմացիա ստանա մեր ժողովուրդը, մեր ամենակարևոր Առաջի ասուլիսը 3 պիտի։ Տեսեք, ամենակարևոր հարցերից մեկը այս կողմնակետից։ Առաջին անգամ ես այդ ֆոտոլրագրողը մի բան ասեմ ձեզ, ֆոտոլրագրողը գրեց ահաբեկչություն։ Պարոն Հակոբյանը իր անձնական գնահատական տվեց, բայց ահաբեկչությունը իրավական գնահատական է։ Վերջի վերջո այս պայդրությամբ ազգային անվտանգության ծառայությունը գործը հարուցել է այլ հոդվածներով։ Մենք կարող ենք կանխատեսել որտեղ է գնալու այս գործը։ Քրեական գործը ընդամենը քննվում է 2-3 օր, այսինքն հարուցվել է ամսի 24-ին եւ այսօր արդեն այս этаպում հասարակությունը սպասում է պատասխաններ։ Այս этаպում նախաքննությունը բավականին առաջ է գնացել։ Նախաքննությանը հաջողվել է պարզել խմբի ստեղծման, խմբի գործնեության, նպատակների, թիրախների ընտրության հետ կապված բավականին կարևոր հարցեր։ Եվ ինձ լսող իրավաբանները շատ լավ կհասկանան, որ նախաքննության համապատասխան փուլերում, երբ ձեռք են բերվում բավարար ապացույցներ, անհրաժեշտություն է առաջանում նաև արարքի վերավորակման, արարքների գնահատման։ Այս պայծրությամբ մենք ունենք այն, ինչի հետ կապված գնահատական եւ որակում է տրվել։ Ունենք հիմնավոր կասկած, ունենք բավարար ապացույցների համակցություն, ինչը մեզ թույլ է տվել այսօր 21 անձանց, թվով 21 անձանց ձերբակալել, մեղադրանքներ առաջադրել եւ առաջիկայում 72 ժամվա ընթացքում, այսինքն ձերբակալումից հետո միջնորդություն ներկայացնել դատարան նրանց նկատմամբ կալանք որպես խափամիջոց կիրառելու համար։ Ես կարելի է մի քանի բանով արձագանքեմ։ Երբ առաջի անգամ ես լուրը կարդացի, անկեղծ ասած իմ մոտ տաքեց, այս որտեղից ահաբեկչությունը։ Ես փորձեցի փնտրել արդյոք որևէ կայքում ձեր հաղորդագրության մեջ կա ահաբեկչություն բառը, որովհետև դա միանգամայն այլ կոնտեքստ է մտցնում խնդիրը։ Եվ պարզեցինք, որ դա մասնավոր լրատվամիջոցի կողմից տրված որակում է։ Այստեղ խնդիրը, նույնիսկ ես նա չեմ համարում, այդ մասնավոր լրատվամիջոցները կարող են իրեն շատ բան թույլ տալ, բայց խնդիրը նա է, որ մի ամբողջ օր դա չի հերքվում կամ չի հաստատվում։ Մի ամբողջ օր չէր, մի քանի ժամ։ Մի քանի ժամ, լավ։ Եվ երկրորդը, ես իհարկե հասկանում եմ, որ 3 եթե ասուլիս լիներ, իհարկե չէր ասվի այնքան, ինչքան ասվեց այսօր։ Բնական է, որովհետև ժամ առ ժամ ձեր տեղեկությունները շատանում են, բայց նման իրավիճակներում թերևս ամենակարևորը ես համարում եմ պատասխանատու մարմնի կողմից ինֆորմացիայի ռեգուլյար կանոնավոր թարմացումները եւ հասարակությանը հենց պաշտոնական տեղեկատվություն տրամադրել։ Թերևս սրա մասին է խոսքը որպես այսպես ասեմ դիտարկում, նույնիսկ չեմ էլ ուզում արդեն ասեմ բաց թողում վրիպում չգիտեմ ինչ այդ բանավեճ չսկսելու համար, բայց մի բան ակնհայտ է, որ որևէ մեկը չի ասում, թե ինչու եք վնասազերծել։ Եթե այդպիսի մարդիկ կան, ուրեմն մենք խնդիր ունենք հենց այդ մարդկանց հետ։ Ցավոքան եւ բազմաթիվ են։ Այդ մարդիկ կամ կապված են այդ խմբավորման մեթոդին, եթե մենք նման տրամաբանությամբ առաջնորդվենք, նշանակում է ամեն հայտարարությունից հետո պետք է նախաքննական մարմինը կամ ծառայությունը հերքող կամ ժխտող հայտարարություններով հանդես գա։ Մենք գտել ենք նպատակահարմար ամրապնդելու մեր քրեական գործը, տվյալներ ձեռք բերելու եւ հանրությանը ներկայացնելու գործի հանգամանքները, այն հանգամանքները, որոնք կհիմնավորեն մեր կասկածը, կհիմնավորեն մենք կունենանք Շնորհակալ եմ, պարոն Ամբարձումյան, շնորհակալ եմ։ Ակնհայտ է, որ մեր ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը միասին արել են շատ կարևոր գործ։
ակնհայտ է, որ իրականում պետության հիմքերը կարող են սասանվել ցավոք սրտի հենց մեր քաղաքացիների ներգրավմամբ։ Ակնհայտ է նաև, որ հայը արժեք է, քաղաքացին արժեք է, բայց արժեք է նաև այն պետությունը, որ ստեղծել ենք միասին ու ապրում ենք միասին։ Հետևաբար եւ պետության անվտանգությունն ու կայունությունը եւ քաղաքացու անվտանգությունն ու կայունությունը ոչ միայն պայմանավորված են սահմանում ծառայող զինվորով, այլ նաեւ մեր ներքին դիմադրողականությամբ, մեր ներքին համախմբվածությամբ, մեր ներքին պրոֆեսիոնալիզմով, որպես մի հասարակությամբ, որ կերտում է իր ապագան։ Վհուկներ չորսանք, բայց ցավոք սրտի վհուկներ լինում են։ Շնորհակալություն ձեզ հետ եռանկյունին։